1, 2, հույս ունեմ լսվում է, երևի կլսվի շարժվում ապանը, ինչ եմ արել, այսօր մի ագին հետաքրքիր բաներ եմ սովորել, նախ և առաջինը ամենահեշտ ձևը, որպեսզի կարենաս ինչ-որ input ստանաս, այսինքն input օգտագործես ոչ player controllable character-ի վրա, քեզ դրա համար ամենակարճ ձևը ինչ-որ մի հատ event-ա պետք սարքել, օրինակ ես boss ship-ի վրա ես սարքել եմ debug fire, որից ability system component-ը զուտ վեկալում եմ ու activate եմ անում, այսինքն ես ինչ-որ button press անելով կարող եմ ստանամ այդ էֆեկտը, որը ինձ պետք է ու ability-ին activate անեմ, ինչա դրա համար պետք անել, քանի որ ինքը player controllable չի, մեզ պետք է մեր controller-ը, player controller, բացվիր, բացվեց, ինչ եմ ստեղ արել, եկեք գնանք input-ների մեջ ընդ է ցույց տամ, մի հատ debug fire input action եմ սարքել, հետո կոնտեքստի մեջ ավելացրել եմ այս debug fire-ը ու սայն եմ արել ինչ-որ key, ցանկացած key կարող է լինի, ու այս player controller-ի մեջ begin play ժամանակ enhanced input-ն եմ վեկալում բանից ու self-ից ու mapping context եմ ավելացնում, բոլոր ակտորներին վեկալում եմ ու ստեղ ես կոնկրետ պետք է նշեմ, թե ում վրա եմ այս action-ը ուզում անեմ, կոնկրետ կլասի վրա, օրինակ ստեղ boss ship-ի վրա, վեկալում եմ բոլոր ակտորներին, քանի որ աշխարհում ինքը մենակ այդ մի հատն է, ես մենակ իր վրա կարամ թեստեմ, այսինքն սա աշխատում է տրված դեպքում, ու չգիտեմ multiple-ների հետ ոնց կաշխատի, բայց boss ref-ը ստեղ set եմ անում ես իրան արդեն, ու ստեղ արդեն կնոպկեն սխմելու համար event կա, debug fire, trigger-ի ժամանակ, քանի որ boss ref-ը ստեղ ես արդեն set եմ արել, ես կարող եմ ասեմ fire արա այս ամեն ինչը target-ի վրա, ու ես ուր էր, էսա, զուտ արդեն այս action-ը կկանչի ու կսկսի կրակել, շնորհակալություն, հաջողություն, այսքանը սենց կարճ պահեմ մի քանի հատ գցեմ, որ հավես լինի տենալու։